Ալո, Աբել ջան, բարև, ոնց ես։ Լավ, Էստեր ջան, լիթին ես ուզում։ Չէ, քեզ եմ ուզում։ Աբել, քիչ առաջ ոստիկանությունից էին եկել, քեզ էին հարցնում։ Ոստիկանությունից։ Ինչ էին ասում։ Դե չգիտեմ, մի քանի հոգով էին եկել, իսի հոբան չի պատահել։ Չէ, ոչ մի բան չի եղել։ Հաստատ, Աբել։ Հա, հաստատ, երևի սովորական ստուգում է։ Լավ, Աբել, լավ։ Լավ։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Հաստատ ոչ մի բան։ Հա, հաստատ, պետքա դուրս գանք, մարդ ունեմ տեսնելու։ Դու արի դուրս արի, մի 5 րոպեից ես կիջնեմ ներքև։ Ես չգնացիր։ Ինչի։ Որոշեցի մնամ մոտդ։ Լավ, ես օֆիս եմ գնում։ Պապ, ինչի է Արամը հետդ կռվում։ Պապ, Ես շտապում եմ, օֆիս եմ գնում։ Դու այսօր կոֆե չես խմել, ճիշտ է։ Արի մի հատ կոֆե դնեմ, իրար հետ խմենք։ Ես կարևոր գործ ունեմ, շտապում եմ, ասեցի։ Հետո կխոսենք։ Լավա գնաց։ Ինչ էի հարցնելու։ Ոնց էի ասելու այդ երեխան ով էր։ Այն ինչ որ մտքովս անցնում է այդ ահավոր է։ Նոն։ Հալիկ։ Ինչ կա, ինչ ես անում։ Մամայիս հետ խանութներով։ Լավ, Ինչ ա եղել։ տրամադրություն չունեի, ասացի կարողա դուրս գանք մի տեղ։ Լավ, դե գնամ տուն զանգեմ։ Լավ։ Սևակ, ուր ես։ Պետքա տեսնեմ քեզ։ Լի, շատ զբաղված ես։ Եթե էլ այն տղայի մասին ես ուզում հարցնել, ես ասեցի, որ քեզ ասելու էի, ուղղակի հետո։ Չէ, Լի, դրա մասին չի խոսքը։ Ուղղակի հետդ խոսելու բան ունեմ, ուզում եմ մի քիչ զրուցենք։ Ես հասկանում եմ, որ մեկ-մեկ ջղայնացած ես լինում ու հունից դուրս ես գալիս։ Արողության ես ինչած սխալ պահեցի։ Չպիտի ջղայնանայի, ուղղակի այնքան խառը գործեր կան, որ ամեն ինչ պիտի հասցնեմ ու ժամանակ այդ ամեն ինչ քո վրա է բարդվում։ Կներես իրոք չէի ուզում, որ տենց լինի։ Դրա համար ուզում եմ, որ խոսենք ու հասկանանք իրար իմը։ Ես հասկանում եմ, որ մեկ-մեկ չես կարողանում քեզ զսպել։ Իմ համար արդարացումներ մի փնտրի։ Ես իմ սխալները շատ լավ եմ ընկալում։ Գիտեմ այդ սխալները որտեղից են գալի, որն է պատճառը։ Ուղղակի ժամանակ հունարիցս դուրս եմ գալի ու չեմ կարողանում ինձ կառավարել։ Հասկանում եմ, որ այն կյանքը դեռ իմ վրա է,
Այն կյանքից մնացած հետքերն են իմ վրա ու պետք է այդ հետքերից մաքրվել։ Կներես լի։ Աբել լսի։ Մի շարունակի։ Թող որ ես ասեմ։ Մենք մեր ամբողջ կյանքում մենակ ենք եղել։ Ինձ համար հիմա շատ դժվար այդ խնդիրները լուծել միայնակ։ Սկզբում ես հեր չեմ ունեցել, ով որ կհետևի ինձ։ Մայրս ամբողջ օրը գործերով զբաղված եղել մեզ պահելու համար ու դու փոքր։ Հիմա ես մարդ չունեմ, ամեն ինչ ու բոլոր պարտականությունները իմ վրա է դրված։ Դժվար կյանք եմ ապրել, որից հետո դուրս գալը իմ համար անիրական բան է։ Իմ իրական կյանքը այն կյանքը, որին ես ծանոթ էի, այս կյանքի հետ ոչ մի կապ չունի, դրա համար դու ինչ ժամանակ կարող ես չհասկանաս։ Բայց քեզ չթվա, որ ես չեմ ուզում այդ նորմալ կյանքով ապրել։ Եթե ես հետ չեմ թեքվում, դեռ չի նշանակում, որ այդ անցյալը չկա։ Ինքը դեռ կա ու դեռ ինձ հետևում է։ Իսկ առավոտվա ասածներս ուղղակի ես ուղղակի շատ ջահային էի։ Դու միակ լուսավոր բանն ես, որ իմ կյանքում կա։ Բայց դու ուզում ես չէ անցյալում թողնես այդ ամեն ինչը։ Դրա համար պետք է անդադ առաջ շարժվես։ Ոչ թե անցյալով ապրես։ Լիլիթ, այս պահին ես ստիպված եմ անցյալիս հետ ապրել, այդ անցյալի հետ հաշվի նստել։ Ուրիշ տարբերակ ուղղակի չկա, բայց տոնից եմ ասում, դա դեռ չի նշանակում, որ ես չեմ ուզում նորմալ մարդկային կյանքով ապրել։ Ամեն ինչ անելու եմ, որ ես ամեն ինչից կտրվեմ, որովհետև վերջին շրջանում ես իմ կյանքում այնպիսի կորուստ ունեցա, որ ինձ ուշքի բերեց, թափեցրեց, ես հասկացա, որ ես կորցրի մի մարդու, ով կարող էր ինձ երջանկացնել ու ես էլ կարող էի իրեն երջանկացնել։ Գիտակցաբար թողեցի իրեն։ Բայց հիմա խոստանում եմ, որ ամեն ինչ կփոխվի։ Ես էլ եմ ուզում նորմալ կյանքով ապրեմ ու ուզում եմ, որ մենք նորմալ ընտանիք ունենանք։ Դու լավ բաներ ես ասում, բայց հուսահատված ես ասում։ Դու պիտի հավատաս այն ամեն ինչին, ինչ ասում ես, ու դրական տրամադրվես։ Ես պարզապես չեմ ուզում իմ սխալ քայլերով նեղացնեմ քեզ լի։ Պարզապես երևի ամբողջությամբ պետք է մոռանամ, պիտի հասկանամ, որ ես քաղաքում եմ, մարդկանցով եմ շրջապատված, նորմալ մարդկանցով, ովքեր քրեական անցյալ չունեն։ Ես ամեն ինչ հասկացա։ Ինչ լավ, որ կողքից քոպես լուսավոր մարդ ունեմ։ Բայց մեկ այնքան անտանելի ես լինում, որ ուզում եմ քեզ սպանեմ։ Էլի տրամադրություն չունես։ Տրամադրություն չունեմ։ Տանը չի ուզում մնայի։ Էլի տունը կռիվ-մռիվ, հա։ Այսինքն Դե այսինքն ձեր տան խնդիրներն այնքան շատ են, որ սա օրն է դա էլի։ ես ուղղակի ուզում էի տանից դուրս գայի, մաքուր օդ շնչեի։ Հավել ուզում եմ մի քիչ քաղաքով պտտվենք։ Պտտվենք։ Կներես, որ շատ ուշացա։ Ոչինչ ախպեր նորմալ ասա։ Ինչ կա, հələ ասա իմանամ, ինչ իմացեք։ Առանց իմանալու ստեղ չէի գա։ Դու գիտես, որ ինձ մի բան ասում ես, գլուխս ջարդելով էլ լինի, հաստատ կանեմ։ Ասա իմանամ, ինչ ես իմացել, ուզում եմ հասկանամ ինձ անողի անունն ինչ է։ Տղեկը հազիվ են պարզել։ Լավ էլ թափով ու անունով մարդիկ են։ Հա, այս գործը ուրիշ ոչ մեկ չէր կարող գլուխ բերել, եթե թափով չլներ։ Բայց անուն իմացել ես։ Հա, պաշտոնով մարդ է, անունն էլ Վարդան Սահակյան։ Վարդան Սահակյան, այս անունը ինձ ոչ մի բան չասեց։ Դե ինչ ասեմ ախպեր։ Հա, բայց ինչի, ինչ օգուտ ունեն իմ դուրս գալու մեջ։ Դե ուրեմն ստեղ հաստատ ուրիշ բան կա, լավ մտածի կարողա գտնես։ Ամենայն դեպս հետվենք չեն, ուրիշ մարդիկ են, ուրիշ մակարդակով են հարցը լուծել, ահագին էլ փողով։
Դարձել եմ սեփական տղուս ձեռքը խաղալիք։ Ինչ անեմ։ Ես չեմ կարող իր ուզածն անել, չեմ կարող։ Ուր գնամ։ Ոնց թողնեմ ընտանիքս, երեխեքից։ Ավակ։ Դու շատ կարճ ժամանակ ունես։ Ավակ։ Բայց դու հենց ես էիր ուզում։ Ես էիր պլանավորել։ Թողնեիր ընտանիքդ, գնայիր նոր կյանքի հետևից, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ասա։ Հարմարա խոսանք։ Հա, լսում եմ։ Աբելի հարցով է։ Աբելի։ Հա։ Կարող է էլի քնիչ նախահառնվել։ Չէ, գործը առաջվա պես սառեցված է։ Ավելին փակ է, դու գիտես ամեն ինչ արել եմ ոնց պետք է։ Բա որ այդպես է ինչ ես խառնվել իրար։ Աբելն է սկսել փորփրել։ Չհասկացա։ Մարդկանց է խառնել իր կրուկից։ Չհասկացա, բա այդ իրան ինչին է պետք։ Ուզում է իմանա ով է իրան դուրս բերել, ով է իր գործը փակել։ Ինքն էլ է հասկանում, որ իր գործը լավ էլ խառը բան էր։ Ու գլուխ բերելու համար հաստատ լավ թափ պետք է ունենային։ Այդ լավ չի։ Այս փորելը սաղին էլ վնաս է, ու առաջին հերթին հենց իրան։ Ես չեմ ուզում, որ ինքը իմանա, որ ես եմ իրան ազատել բանտից։ Հասկացա։ Ինչ ես անում, Աբել։ Ուզածդ ինչ է ախր։ Ուզում էի դուրս գայի, քայլեի, ցրվեի։ Բայց նա չասեցի, ինչ եղավ որ տենց անտրամադիր ես։ Հա? Հիմա չեմ ուզում, ուղղակի դրա մասին խոսանք, այդքան լավ կյանք ես։ Բայց ես էլ քեզ էի ման գալի։ Չէի զգուշացրել, որ քրոջիցս հեռու մնաս, արա։ Ինչ կա։ Չէի զգուշացրել, որ քրոջիցս հեռու մնաս։ Զգուշացրել էիր։ Բա էլ ինչ մեթոդով քեզ պիտի բացատրեմ, որ հասկանաս։ Թե մոռացել ես, որ ես այդ մեթոդներին լավ ծանոթ եմ, որ բերանդ նես կարամ փագեմ, ձեռնդ էլ նես կարամ կտրեմ, որ մոռանաս, որ վաբշե ունեցել ես։ Լավ չես հասկանում։ Խնդիր ունես։ Ինչ ես մորթած ոչխարի հայացքով ինձ նայում։ Հանգստացար մի հատ։ Ես արդեն խոսում ես, հա։ Վաղուց։ Իսկ թվում է դու խոսալ չգիտես։ Լուրջ։ Բա որ խոսալ գիտես, պետք է հասկանալ էլ իմանաս, չէ։ Ինչ ես ուզում ապեր։ Հա, մոտիկացել եմ քրոջ հետ, բայց ոչ մի վատ բան չեմ արել, Աբել։ Հələ տեսեմ ուննա գալել գիտի։ Արա դու չէիր կարա քրոջս վատ բաներ լսում ես։ Եթե լավ չես լսում, ասա բարձր խոսամ։ Եթե լավ չես հասկանում, ասա գլուխդ լավ մցնեմ ասելիքս։ Որ սրանից հետո չտեսնեմ տենց բան։ Պարզ ես ընկալում։ Բարձր խոսալով չի, է։ Բարձր մենք էլ ենք խոսում։ Բանչով է, խելոք տղա։ Էս էլ թազա ձևերա։ Քո քրոջ վրա նայողնով է։ Դու հիմա լեզուդ կծում ես ու տեղդ կանգնում ես։ Մի քիչ տեղ ունենայիր, ամոթից կմեռնեիր, ստեղ միտեղ կմնայիր, որ ոչ երեսդ տեսնեի, ոչ էլ ձենդ լսեի։ Գոնե հորդ ու աղբորդ մասին մի քիչ մտածի։ Հանգստացի, Աբել։ Արա բերանատ կջարդեն։ Սրանից հետո մի քիչ էլ երկարացրիր, ուրիշ ավելի աշխատող մեթոդներ կկիրառեն։ Բա աշխատացրու այդ ձևերդ։ Լսի քեզ ինչեր ես թույլ տալիս, ես ո՞նց ես քեզ սպահում։ Ես որ քոպես քուր ունենայի, մազերը կխուզեի, որ տնից դուրս չգար, բերանից է մի հատ զամոկ կկախեի, որ հանկարծ չխոսար։ Հա մեկ էլ սրանից հետո որ դաչա գնալուց կլնես տղու հետ։ Գոնե զանգ գիտես հերը տնտեղա թե չէ, մարդ ես, մեկ էլ տեսար մարդը գնացել է հանգստանալու իր դաչում։ Իսկ դու էլ քրոջս մոտիկ չգաս։ Քիթդ կջարդեն։ Հասկացար։
Ինչ տղա է, Գնա կիրառի այդ մեթոդներդ, Աբել, քել լիկա։ Սևակ լավ հանգստացի, ինչ մի դրա ասածներից տենց նեղվել ես։ Չնայած դու ես մեղավոր, որ մի երկու անգամ դրա քրոջ վրա չնայեր, հիմա ինքը տեղ չեր ունենա սենց խոսալու։ Ինքա հանգստացի էլի, հավեսը չունեմ վաբշե, մի խոսա վաբշե։ Այսինքն։ Ճիշտը դու էլ լսեցիր։ Ուզում ես ասես, որ այդ աննորմալ այդ հանցագործը դրա ասածները դրա քրոջ մասին ճիշտ է։ Հանգստացի, դու ոնց ուզում ես տենց մտածի։ Սևակ դու քեզ ավելորդ բաներ ես արդեն թույլ տալիս։ Փոխանակ նենց անես, որ ես հավատամ քեզ, նենց ես անում, որ ես հավատամ իրան։ Սևակ քո հետ եմ խոսա։ Այդքան շուտ մոռացար, հա մի քանի օր առաջ ինձ ինչ էր ասում, ինչ էր ինձ խոստանում։ Սուս մնա հա լիկա, ոչ մի բանի չի եղել։ Սևակ, այդ տղեն քեզ սպառնաց։ Այդքանից հետո ինչ ես ուզում, որ ես մտածեմ։ Ինչ ուզում ես մտածի լիկա։ Արդեն ասեցի քեզ, ոնց ուզում ես, ինչ ուզում ես մտածի։ Ինձ էլ չի հետաքրքրում վաբշե։ Ես տենց է գիտեի։ Ես գիտեի, որ դու այդ քրչոտի վրա աչք ես դրել, որ դու իրա հանդեպ անտարբեր չես։ Լավ, ոնց կարելի է, Սևակ, ոնց կարաս դու ինձ այսքան մեջքից հարված ես, ոնց կարելի է։ Ասա գնա մեռնեմ ես, էլի։ Չի տեղավորվում, չեմ հասկանում։ Քո հետ եմ խոսա։ Սևակ, ես քեզ կսպանեմ, խոսա ասում եմ։ Խեր ասում այդ Աբելը, որ դու իրա քրոջ հետևից ընկած ես։ Լիկա հոգնել եմ արդեն, հերիկա հիմարություններ դուս տաս, ինչքան կարելի է, հասկացանք, սուս մնա ասում եմ։ Ես սպանելու եմ, քեզ էլ, դրան էլ սպանելու եմ երկուսիդ։ Հիստերիկ ես դու աղջիկ ջան, հանգստացի ասում եմ քեզ։ Չէ, պետք է մի բան անեմ, սենց որ սկսել է Աբելը հաստատ իր ուզածին կհասնի, որոշել է իմանա, իսկ հիմա դա պետք չի։ Ասա։ Արամ։ Ուր ես։ Խիան հանգստանում ես։ Հեգնանքդ ավելորդ է։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ հետդ խոսամ։ Ես երևի արդեն ամեն ինչ ասել եմ։ Էլ լրացնելու բան չունեմ։ Ասում եմ շատ լուրջ խոսալու բան կա, օֆիս արի։ Չեմ կարա։ Գործեր ունեմ։ Խոսքը Աբելի մասին է, արի օֆիս, խոսալու բան կա։ Ինչ է եղել Աբելին։ Ոչ մի բան, իրան բան չի եղել, ուղղակի երկու բան կա փոխանցելու։ Լավ, հարմարացնում կգամ։ Դե լավ, սպասում եմ։ Ինչ լավ օր է, չէ՞։ Հազիվ քեզ կարեցա համոզեմ, որ տանից դուրս գաս։ Դե ես արդեն չէի կարող մարզեի։ Ինչ լավ է հասկացել ես։ Ամբողջ օրը սպասել եմ, որ ինձ գոնե ինձ ժամանակ տրամադրես։ Ավելի ճիշտ մեզ։ Ոչ մի բան չենք հասցնում, ամեն օր պարապմունքներ, դասեր, գիտարներ մի կողմից։ Ճիշտն ասած ես էլ եմ շատ հոգնում։ Մեկ-մեկ ուզում եմ ուղղակի դուրս գալ, քայլել, բայց ժամանակս չի հերիքում։ Լավ, արևել մի բողոքի։ Կարևոր այսօր պարապմունքներ չունենք ու շտապելու տեղ էլ չունենք։
Լավ։ Գիտես չէ, որ այսօր մեր ժամանակը пассив չի անցնելու։ Մոն խնդրում եմ, ես ակտիվ ժամանցի տրամադրություն չունեմ։ Տես այսօր ինչ լավ եղանակ է։ Արի ուղղակի նստենք այս այգում, զրուցենք։ Հա, ընդունում եմ, որ լավ եղանակ է, բայց այսօր պետք է ուրախանանք ու լիցք քաթափենք։ Արդեն ամեն ինչ մտածել։ Նորից առանց ինձ հետ քննարկելու։ Դե հարցնել պետք չէր, որովհետև գիտեմ, որ նման տեղեր սիրում ես գնալ։ Եվ ուր ենք գնալու։ Թող անակնկալ լինի։ Ման վերջին ժամանակներում անակնկալները արդեն ինձ լրիվ հերիք են։ Արև լավ, նորից մի սկսի։ Գիտեմ, որ քեզ շատ դուր կգա, տրամադրությունը դեռ կփոխվի։ Լավ, քո արագ-արագ խոսքերից հետո ես չեմ կարողանում քեզ մերժել։ Դե լավ, դե արի գնանք։ Գնացի։ Էլի դուրս եկանք առևտրի ու էլի դատարկ ձեռքով տուն ենք գնում։ Ոչինչ։ Շուտով մի բան կգտնենք։ Այդպես է։ Միշտ փնտրում ես, փնտրում քո ուզածը, հետո վերջում գտնում ես։ Տուն գնալուց առաջ։ Այդ էլ կա։ Երեք ինչ չէիր եկել։ Ինչ անալիզներ ես հանձնում։ Ես ու Արմենը հետազոտվում ենք։ Հիվանդ եք։ Ով բան չի պատահել։ Չէ, ուղղակի պատրաստվում ենք երկրորդն ունենանք։ Օ, ինչ լավ բան ասեցիր։ Հա, բայց ինչի հետազոտվել։ Դե որ առողջ լինենք, որ հետո բարդություններ չլինեն։ Վերջ տուր։ Լրիվ եվրոպացի եք դարձել։ Դու էլ Արմենի նման ես խոսում։ Ինչի հետազոտվել։ Ես 2 երեխա ունեմ ու երբեք նման թիթիզություններ չեմ արել։ Լսի, ես էլ չէի իմանում, բայց մի մոռացի, որ Արսենից առաջ վիժում ունեցա։ Հետո ինչ։ Նման բաներ պատահում են, այնպես որ դու միակը չես։ Հա, բայց եթե հետազոտվեի, կիմանայի, որ նման խնդիր կա, որ ինֆեկցիա կա, կբուժվեի, նոր կհղիանայի, ու տենց բան չէր լինի։ Սխալ եմ ասում։ Դե ես այդքանը չէի մտածել։ Դե նման բաների համար էլ հետազոտվում են։ Լավ, ոնց ասես։ Լիկա։ Լիկա։ Առավոտը շատ անհանգիստ էի, որ գնում եմ հիվանդանոց, բայց հիմա ընդհանրապես քեզ չհետաքրքրեց, հա, ինչ ասեցին ինձ։ Կներես մամ ջանը։ Բան է եղել։ Չէ։ Կլինի մի օր, որ ես ձեզ հարցնեմ բան է եղել, թե չէ, դուք ինձ ասեք հա վերջապես, ոչ թե ամեն ինչ լավ է միշտ։ Ամեն ինչ կարգին է մամ ջան։ Մի անհանգստացի։ Բա ինչ ասեցին մամ ջան բժիշկները։ Ոչ մի նոր բան։ Ասեցին, որ ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է։ Անիմաստ ինձ տարան հիվանդանոց նորից։ Լավ մամ, ես իմ սենյակում եմ։ Հիշում ես ժամանակին ինչքան էինք գալիս տեղ, համարյա ամեն շաբաթ տեղ էինք։ Մոնա, ամենանկյունից շատ լավ գիտեմ ստեղ, էլ չեմ համբերում, արի գնանք ուրախանանք։ Դու մենակ գնա, ես չեմ գալիս։ Արև, ինչ եղավ քեզ։ Ես գիտեմ, որ դու այստեղը պաշտում ես,
Բարի գնանք։ Ասեցի չէ։ Բայց ինչ եղավ, ինչը փոխվեց։ Ման ամեն ինչ դիտավորյալ ես անում։ Ես։ Բայց ես ինչ եմ արել։ Մի բան էլ ուզում եմ, որ տրամադրությունդ փոխվեր ու լավ ժամանակ անցկացնեինք։ Ես չեմ գալիս, դու կարող ես գնալ ու մենակ հուսով եմ լավ ժամանակ անցկացնես։ Արև չեմ հասկանում։ Ես գնում եմ, Մանա։ Արև սպասի։ Գոնե ասա հասկանամ պատճառը ինչ ա եղել։ Եթե այստեղ սրտովը չի, կարանք ուրիշ տեղ գնանք։ Պետք չի։ Ինչ որ պատճառ կա, որ այստեղ չես ուզում մնանք։ Մոնա, այդ քո գործը չի։ Բայց ես ինձ վատ եմ զգում։ Գոնե պատճառը ասա հասկանամ էլ ինչ եղավ։ Մոնա, ես հիշում եմ, որ մենք միասին այստեղ ժամանակ ենք անցկացրել։ Բայց ես այստեղ Աբելի հետ եմ եղել ու ինձ այստեղ ամեն ինչ Աբելին է հիշացնում։ Լավ էլի Արև, նորից Աբել։ Բայց ես չէի հիշում, որ Աբելի հետ ստեղ եք եկել։ Հիշում ես։ Վայ, լավ էլի։ Արև սպասի։ Լավ, հետո քեզ կզանգի։ Բարև։ Բարև։ Ես դու ստեղ ինչ ես անում։ Ես կողմերը գործում էի, հետո հիշեցի, որ այս ժամին դպրոցից տուն ես գալի, ասեցի կամ տենեմ քեզ։ Բա Աբելը։ Իրանից տեղյակ չեմ։ Համել ինչ տարբերություն ես թե ինքը։ Ոչ մի։ Դե գնացինք։ Չէ, որ ենք գնում։ Բա ունեմ այդ խոսալու։ Մի քիչ ման գանք։ Լավ։ Մի անհանգստացի, հետո տուն ենք գալու։ Չէ, ախպերդ երկուսը կսպանեք։ Լավա որ շուտ եկար։ Ասա։ Արինան ոնց է։ Լավ է, բայց դու ուրիշ բանի համար ես ինձ կանչում։ Դու Աբելին տեսնում ես, տղա ջան։ Տեսնում եմ։ Ամենայն դեպս գիտեմ ոնց են։ Ոնց են, լավ են։ Հա, նորմալ։ Ոնց գիտես։ Ոչ մի փոփոխություն չկա։ Այդտեղ են մի գործ ճարեր, այսպես ոնց կլինի։ Այն աղջիկն էլ է մեղք։ Աբելը խելոք տղա է։ Գիտի ինչ անում։ Ու հաստատ քրոջ վատը չի ուզի։ Դե ես էլ եմ ուզում այդպես մտածել։ Բայց շատ է սկսել փորփրել։ Այսինքն։ Տղա ջան, եթե շփվում ես հետ, գնում գալիս ես, գնա ասա, որ պետք չի խորանալ։ Չեմ հասկանում։ Աբելը ուզում է իմանա իրան դուրս անողների անունը։ Բայց այդ իրան ոչ մի բան չի տա։ Բայց ես չեմ հասկանում, ինչ կտա քեզ այն, որ ես Աբելին ասեմ չխորանա։ Նա հիմա տենց է պետք։ Թե քեզ է պետք։ Արամ։ Ինչ, բապ, սխալ եմ խոսում։ Դու ոչ մի բան չգիտես։ Դե ասա իմանամ։ Ինչ ես թաքցնում, ինչ ես ուզում, որ Աբելը իմանա։ Եթե չիմանա այդ մենակ իր օգուտն է։ Ես մի տեսակ չեմ հավատում, որ դու սկսել ես ուրիշների մասին մտածել, անհանգստանալ։ Ինչ։ Արամ, դու ոչինչ չգիտես։ Բայց դու ես տալիս դատողություններ անել։ Աբելին բերդից հանողը ես եմ եղել։ Ինչ։ Ես եմ իրան հանել բերդից տղա։ Ու ասեմ քեզ հեշտ չէր։ Մարդ եմ խառնել։ Բայց ինչի ես միջև հիմա չեմ իմացել։ Ինչի ես քան ժամանակ ինչ չես ասել։ Ես չէի ուզում, որ Աբելը իմանար, որ դու իմանայիր։ Աբելը հպարտ տղա է։ Իմանալուց հետո ինքը ամեն ինչ կաներ, որ նորից բերդ վերադառնար։